Ռևմատոլոգի մոտ գալ պետք է, երբ որ հոդ ա ուռում, միանշանակ առաջի զանգակը ուռած հոդ եղավ, այդ կլինի ծուն, կլինի ոտնաթաթ, կլինի դաստակ, առավել եւս դաստակ, այդ բանա, սոս գանգատա, պետք է գնալ ռևմատոլոգի։ Ռևմատոլոգի արժե գալ, երբ որ առավոտ զարթնում ես ու ձեռքերը չի փակվում, կամ դժվար է փակվում, այստեղ ինչ որ կարկամվածություն կա, այդ վաղորդյան կարկամվածությունը։ Էդ էլ է ռևմատոլոգի գանգատ, որ կհաստատվի կամ կհերկվի, այդտեղ հաստատ ռևմատոլոգ պետք է։ Ռևմատոլոգի պետքա գալ, երբ որ ստորին վերջույթներին մանավանդ կարմիր գույնի անհասկանալի պուտիկներ է հայտնվում, կարող վասկուլիտ լինի։ Ռևմատոլոգի մոտ պետքա գալ, երբ որ կա առանց պատճառի ջերմություն, երկարատև, այն որ մարդիկ հազար բան հետազոտել են, ոչ բան չեն գտել, էդ էլ է գլխաբան։ Ռևմատոլոգի մոտ պետքա գալ, երբ որ բերանում անընդհատ վերքեր, խոցեր են առաջանում։ Էդ էլ կարա տակից ուրիշ պեղչետ կամ այլ հիվանդություն ընկնի տակը։ Ռևմատոլոգի պետքա գալ, երբ որ առավոտ զարթնում ես ու տեսնում ես մեջքումդ բռնվածություն ունես, մի կերպ ես գնում միջև զուգարան լվացվել, բամա մեկ էլ օրվա կեսից կորում է զգացում, որ ուրիշ մարդ։ Ու հաջորդ առավոտ էլի նույն ձևի, այդ կարա սպոնդիլոարթրիտների ժամանակ այդ ձևի բան լինի։ Ռևմատոլոգի մոտ անիմաստ է գալը, եթե վնասված ինչ որ բան ունես, մենիսկա վնասված, ռևմատոլոգը շատ բան չի կարող անել։ Ողնաշարի օրինակ MRT արած ունդեղ գրիժաներ կան, ոտքը ցավում է, մարդը մտածում է այն հարևանից ոտնել է ցավում, գնացի հենա լավ է։ Ես գնամ տենամ լավ է։ Այնինչ գրիժա է, վիճ ողնային ճողված կա, այդ մեր մասով չի։